Իմ հետևում բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանին պատկանած պատմական շենքն է։ Ավազաշթային եղանակով մաքրելու հետևանքով շենքի ճակատի սրբատաշ քարերը դարձել են ծակոտկեն, մակերեսը անհարթ։ Նման եղանակով մաքրումը մասնավոր կազմակերպությունն է նախաձեռնել։ Աբովյան փողոցի այս շենքը Art Nouveau ոճի մեջ Երևանի միակ պահպանված նմուշն է։ Պատմաբան Հայկ Դեմոյանի խոսքով հատուկ պահպանության հուշարձան շենքերի դեպքում նույնիսկ մաքրման աշխատանքը ինքնակամ չի կարելի իրականացնել, առանց համապատասխան մարմինների թույլտվության ու մասնագիտական եզրակացության։ Որևէ գործողություն նորոգման, թե ինչ-որ վերանորոգման, ռեստավրացիայի պարտավոր է սեփականատերը տեղյակ պահել համապատասխան կառույցին, տվյալ դեպքում մշակույթի նախարարությունը թե ԿԳՄՍ-ը նախագիծ կազմվի, այնտեղ աշխատեն փորձագետներ, այնտեղ աշխատեն համապատասխան այդ աշխատանքին տիրապետող վարպետ մասնագետներ, որոնք կասեն թույլ տալիս են, թե թույլ չեն տալիս։ Շենքի մի հատվածը պահպանել է նախկին տեսքը կարմրավուն հարթ սրբատաշ քարերով։ Մյուս հատվածը, որտեղի դեպ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, փոխվել է, քարերը դարձել են բաց գույնի ու անհարթ։ Դեմոյանը սա անվանում է ոչ թե մաքրում, այլ քարի մակերեսի վնասում։ Սրբատաշ քարի իմաստը այն է, որ այդ քարը, որ ասում են երեսը բացել քարի, մուրճի հարվածներով խտացնում է այդ մակերեսը, որը ներգործությունից չի քայքայում քարը, ավելի խիտ է դարձնում։ Դրա համար սրբատաշ քարերը երկար ժամանակ մնում են 100 տարիներ, եկեղեցիները նույնիսկ 1000 տարի։ Սրբատաշ քարը դրա համար է իմաստը։ Ըստ պատմաբանի շենքի պատերը մաքրելու համար կիրառվել է օդամղիչ ավազաշիթային մեթոդ։ Ուժեղ ճնշման տակ օդն ու ավազի մասնիկները հարվածում են քարի մակերեսին, ստեղծելով արտաքին թարմացման տպավորություն, ինչը աղետալի հետևանքներ է ունենում շենքի հետագա ճակատագրի համար։ Երբ որ քարը դառնում է ծակոտկեն, այն ենթակա է հողմնահարման, ջրի ներգործության եւ արևի ջերմաստիճանի ներգործության։ Այս երեքի ներգործության արդյունքում էլ ցնցումները չեմ ասում, մանր միկրոցնցումներ ամեն մեքենայից։ Այս ամեն ինչի արդյունքում դուք սրբատաշ մակերես ամբողջ ճակատով չեք ունենալ։ Դա ժամանակի տարիների հարց է, ոչ թե տասնամյակների։ Տարիների ընթացքում ձմեռ, ամառ, քամի, այս ծակոտկեն մասան զանգված ամբողջ ճակատով շենքի վերածելու է խոցելի ժամանակի ընթացքում արագորեն վնասվող հատվածի։ Պատմաբանը ընդգծում է, շենքն այս պահին կորցրել է իր բացառիկությունը որպես հուշարձան, քանի որ սրբատաշ քարը անգամ մուգ եւ փոշոտ տեսքով ոչ միայն ապահովում էր կոլորիտը, այլ նաեւ ամուր էր եւ վնասման ռիսկեր գրեթե չկային։ Բայց Երևանում սա միակ դեպքը չէ։ Մենք եղանք նաեւ Բուզանդի 38 հասցեում գտնվող հուշարձան շենքի մոտ։ Բնակիչներից մեկը պատմեց, օրեր առաջ այստեղ եւս նույն եղանակով են մաքրել շենքի քարե մակերեսը։ Իսկ երբ հարցրինք ով է նման եղանակով մաքրել շենքը, նշեց, որ այն իրենց մասնավոր տարածքն է եւ եթե իրենք նախաձեռնեին նման եղանակով չէին մաքրի։ Ինչ վերաբերում է Աբովյան 1 հասցեին, հարց է առաջանում։ Մասնավորը ինքնակամ է նման եղանակով շենքի ճակատային հատվածը մաքրելու որոշում կայացրել։ Մենք դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը եւ քաղաքապետարանին, հասկանալու արդյոք մասնավորը թույլտվություն ստացել է պատմական հուշարձանը նման եղանակով մաքրելու համար։ Պատասխանները կհրապարակենք ստանալու պես։ Սեդա Գյուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։